Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը տաղանդավոր երգիչ, երգահան, գործիքավորող եւ շատ հրաշալի մի անձնավորություն Շավարժ Գևորգյանն է։ Շավարժ Գևորգյան։ Բարև Շավարժ ջան։ Նստեցեք։ Բարև Շավարժ ջան, ո՞նց ես։ Շատ լավ։ Նամանավանդ որ քեզ տեսել եմ արդեն լավ ու լավ։ Ինչքան ժամանակ ենք իրար չենք տեսել, բայց ինչքան գեղեցիկ հուշեր ունենք, շատ հրաշալի, մեկը մեկից լավ։ Այսօր ես շատ ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես։ Ու ես գիտեմ ու համոզված եմ, այսօր շատ հետաքրքիր ու լավ զրույց է լինելու մեր միջև։ Կարծում եմ։ Կամաց հիմա կսկսենք անցնել հիմնական նյութի։ Մի փոքր պատմի քեզնից, Երևան, Հայաստան եկա կարճ։ Դե արդեն մոտարապես գիտես, շատ 25 տարուց ավել արդեն Միացյալ Նահանգներում եմ, իհարկե Հայաստան գնում գալիս եմ, միշտ կապի մեջ եմ։ Տուն, տեղ ամեն ինչ կա Հայաստանում, Սարիթաղի այդ բարձունքի այդ աչի վրա մեր փողոցը եւ այլն։ Տենց եկանք մնացինք չգիտեմ ինչի դες մնացինք։ Ստեղ եկարու միանգամից քո գործով զբաղվեցի։ Հա, երգերաժշտություն, հա։ Այդ ժամանակ այդ բաները չկար, այդ խոտ կտրել, բանտես բաներ չկար։ Դու քո գործով։ Ես իմ գործով։ Երգեր կտրում, հա։ Լսի, իսկ բանը բարձրագույն կրթություն ուներ դու Երևանում, հա։ Չէ, ուրեմն ասեմ Երևանում հետո բանակի ընթացքում կես տարի հետո բանակից զորացրվելուց հետո ավարտել եմ Վոլգոգրադի կոնսերվատորիա Դաշնամուրի բաժինը։ Դրանից հետո եկա Երևան, չգիտեմ ինչի ընդունվեցի Երևանի պետական ավագ ժողովրդի չգիտեմ ինչի, բայց։ Ինչ բաժին է։ Վիճակագրություն, ստատիստիկա։ Տենց չիմաց ինչի համար։ Դաշնամուրի բաժինն ավարտելուց հետո որոշեցի դաշնականներ ինչ ստատիստիկա կարող ունենան վիճակագրությունը ոնց կլինի։ Ու տենց շփիդը դեռ գնում գդուս էի գալիս։ Հա, լրիվ։ Էս վերջին անգամ երբ ես եղել Հայաստանում։ Անցած տարի երբ էր սեպտեմբերին տրադիցիա է մոտ դարձել, արդեն մենակ իմ մոտ չէ, պապային, մամային միշտ տանում եմ, դե քանի որ մի քիչ պես են, միշտ ես եմ ուղեկցում Երևան, ամեն սեպտեմբեր մինչև հոկտեմբեր, տենց այդ մի ամիս առաքում տանում եմ իրանց Երևան, ես էլ հետները, որ չեմ ուզում գցի ջևս, ես էլ հետները գնում։ Գիտես ինչ, ես այսօր շատ մտածում եմ ու շատ կուզեմ, որ մենք այսօր խոսենք իմ ու քո ընկերոջ մասին, որ մեր մի ընդհանուր լավ ընկերել ունենք Հայաստանում, Երևանում, հրաշալի երաժիշտ, հրաշալի մարդ, լավ գործիքավորող, լավ ատամնաբույժ, Արմենի Հարությունյան Արմենի մասին, Արմենի դու ահագին գործեր արեցիր այս ժամանակ։ Դեռ մինչև հիմա էլ անում եմ, աշան։ Ուզում եմ իմանալ կապը կա ձեր։ Ապայման, պարտադիր։ Դե պատմեմ, մի քիչ ես կուզեմ ցավալու խոսենք մեր։ Դե Արմենը Երևանում ինչքան աշխարհում ինչքան երաժշտական գործիքների բաներ կա, ֆիրմաներ կա, երևի 99%-ի ներկայացուցիչը Արմենն է Երևանում։ Շատ լուրջ կազմակերպություն, խանութը կա էլի Դեմիրճյան փողոցի վրա, այն ամենալավ նույնիսկ Երևանից, ասենք ինչ-որ մի բան պետք է, որ ստեղ ես ունենամ, դե ինքը, ասենք, ներկայացուցիչը ավելի լավ գրերով է ճարում, Երևանից բան անում, օրդեր անում, ստեղ ստանում եմ ես։ Շատ լավ է, շատ լավ։ Գործերը շատ լավ, դե արդեն թորնիկներ եւ այլն եւ այլն։ Մենք համ հարևան ենք, համ ընկեր ենք, ինչեւ մենք իրանք մելոմանների հետ էր նվագում, երգում, նվագում էր գործիքավորումներ ներանում ղեկավարներ օրկեստրի։ Մելոմաններ կար, չէ՞, տենց մի հատ ռեստորան կար, հետո եկան ռեստորանում էին։ Հետո եկան Կարապի լճի մոտ։ Ու շատ լավ մարդիկ հատուկ գնում են, որովհետև իրանք երգում էին բոլորի սիրած երգերը, հիթ երգերը, ու շատ լավ էին կատարում, սկսած հայկական, եվրոպական։ Իրանք տես նոստալգի ոնց որ խումբ լիներ, էլի, շատ լավն էին, շատ։
Արմենիա ես էլ ինքը ավարտեց բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիայի բաժինը, դարձավ հրաշալի երաժիշտ։ Ես մեկ կատակում եմ, ասում եի ստոմատոլոգների մեջ ամենալավ կլավիշնիկն ես դու։ Կլավիշների մեջ էլ ամենալավ։ Ուրեմն եթե ուզում ես լավ երաժիշտ դառնաս, պետք է նախ բժշկական ինստիտուտ ավարտես։ Հետո Կամ ժողիսիտուտ, վիճակագրության բաժին։ երեխաներդ ինչով են զբաղվում։ Երեխաներս իմ երեք աղջիկները սենց ասեմ, աշան, մեծս դիզայներ է, ունի ինքը լավ կամպանի ունի ստեղ, որ A to Z մինչև սկզբից մինչև վերջ, ասենք թեկուզ ինչ-որ մեկի բանը կա, պատվերը կատարում են մինչև վերջ, ասենք շորերի, բաների, հագուստի ավելի հետ կապված էլի։ Միջին միջնակ աղջիկս ավելի շատ բանի հաշվապահության մեջ է, համել Պահանջված մասնագիտություն շատ, հետո քրոջ հետ, ասենք քրոջ հաշվապահությունն էլ ինքը անում, ու երևի մի տարի ու կես, 2 տարի առաջ էր, մի հատ լավ բան էին իրանք սարքել, լավ քարտեր էր, որ կարողանում էիր այդ ATM մեքենաների պես բաներ առնել, այդ կրիպտովալյուտա բանը առնել, իրանք էին այդ բանը սարքել, նույնիսկ Dr. Phil-ի շոուում կանչեցին իրան, բան, չէ, շատ ինքը այդ ֆինանսական վիճակների մեջ ահավոր շատ լավ է։ Ոճորս էլ ավելի այդ մեդիա, կոմպյուտերային բան, տենց վեբսայթներ, բաներ, այդ գործով ավելի քրերին օգնում է, իրանց ռեկլամների համար, իրանց եղած բանի այդ on-line տարբերակների համար, դեռ չտենց։ Երեքն էլ լավ իրար հետ։ Ասորեն ոչ մեկը քո գեներից Չէ, չստացավ։ մեծը երգում էր ինձ հետ, պուճուր ժամանակ, մեկ երգում էր հետս, բայց հիմա որ ասում եմ պահի էլի դրանք ցույց չտա։ Իսկ ամուսնացած են։ Մեծս համարյա արդեն սենց նշանադրություն բան, միջնեկս էլ տենց ինչ-որ խոսքեր կա, դե ստեղ գիտես աշճա, ստեղ մի քիչ ուշ է ամեն ինչը, պետք է ամեն ինչը սենց տանա, իրանց վիճակը սենց է, որ մինչև ես ինքնահաստատվեմ, չեմ ասնի առաջ, հեսա, նշանաբան հեսա էլի ոնց է։ Լավ, դու ավարտեցիր Վոլգոգրադում ուրեմն կոնսերվատորիան որպես դաշնակահար, հետո եկար համալսարան ինստիտուտ ընդունեցիր, ժող ինստիտուտ ընդունեցար։ Հետո դարձար երգիչ։ Ես ուզում եմ հետաքրքիր է, ոնց դու անցար այդքանից հետո դեպի երգը, կամ ով եղավ քո առաջի ուսուցիչը։ Սկզբից ես պարող եմ եղել 6 տարեկանից մինչև Սենց գնանք կարող է նկարիչել ես։ անցյալ կանգում կանդակագործ եմ եղել։ Դե չէ, երգը երաժշտությունը միշտ եղել է իմ մոտ, փոքր հասակից դեռ, բայց ասենք ավելի պրոֆեսիոնալ եղել է տենց 15, 16 արդեն սկսել եմ այդ տարբերակի մեջ լինել երաժշտական։ Դե լավ էր, հետո այն ժամանակ ոնց հիշես դու, երևի մեջների փոքրը ես էի, որ այդ ասպարեզում կայի, բոլորը մեծ էին ինձանից, դե մեջների փուճուրը ես էի, բայց լավ էր, ամեն տեղը ինձ։ Շավո ջան, երեք մասից է աղկացած մեր հաղորդումը, առաջի մասը ավարտվեց, թույլ ես անցնեմ գովազդին, որից հետո շարունակենք։ Սա համել կարոտի հանդիպումը, որտեղ ես քեզ շատ երկար տարիներ չեմ տեսել ու ես քեզ միշտ էլ համարել եմ ինձ լավ բարեկամ, լավ ընկեր։ Նմանապես աշ։ Սիրելի բարեկամներ, գովազդ է RTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ վաղեմի ընկերոջ հետ, տաղանդավոր երգիչ, երգահան, գործիքավորող Շավո Գևորգյանի հետ։ Ընդմիջում է RTN-ի եթերում, գովազդ է RTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, հիմա շարունակում եմ զրույցը Շավո Գևորգյանի հետ, իմ ընկերոջ հետ։ Շավո ջան, հիմա այս պահին ինչով ես զբաղվում։ Հիմա Ստուդիան ունես։ Ստուդիան ունեմ, գործիքավորում եմ, ձայնագրություններ եմ անում, երգեր եմ գրում, երգեր եմ վաճառում,
որ կյանքում չեմ վարել, բայց հիմա արդեն ժամանակն է, որտեղ շատ ունեմ, որ Ես գիտեմ, որ շատ համով երգեր ես գրում, շատ լավ, այնց մելոդիկ երգեր ես գրում, իսկ ովքեր են կատարում հիմա այնց հայտնի երգիչներից ովքեր կատարում են քո երգը։ Ահագին երգեր ժամանակի ընթացքում տվել եմ մեր Արմանին Հովհաննիսյան, Թաթուլին Ավոյան, Արային մեր Մարտիրոսյան, Ես վերջերս մի հատ երգ տվեցի Ռոլանդին մեր ռեինկարնացիայի Ռոլանդին տվեցի հետո շատ կա ուղղակի իմը սենց երևի չկարողանամ հիշել բայց շատ ունեմ Շատ լավ է գիտեմ որ Հա մի երգել դու երգեցի մի երգել ես եմ երգել Երևանի Գեղեցիկ ես ու բարի ես Երևան Երևանի մասին շատ երգեր եմ երգել քո մասին Բայց ինչքան էլ գրեն Երգեմ քիչ է քաղաքի Հետո ոնց էր խոսքը Մեր սրտերում հավերժ ապրիր Երևան Դու մեր քաղաք ամեն հայի օթևան Գեղեցիկ ես ու բարի ես Երևան Վարդագույն է քո շենքերը աննման Թեկուզ ուրել լինեմ իմնես Երևան Ամեն հայի սրտի հույսնես Երևան Թեկուզ ուրել լինեմ իմնես Երևան Ամեն հայի սրտի հույսնես Երևան Ալի երկրորդ տունը Դու տեսել ես վատ օրեր և տխրություն Բայց կանուր ես միշտ հավերժ ես մեր սրտում, Չէ որ հին ես բայց և նոր ես Երևան, Մեր քաղաքն ես հավերժ ապրող Երևան, Չէ որ հին ես բայց և նոր ես Երևան, Մեր քաղաքն ես հավերժ ապրող Երևան, Բրավո, հրաշալի երգ է, Շավոջան, հրաշալի։ Գնացի 30-35 տարի առաջ։ Ես այդ երգը երգել եմ ու մեծ հաճույքով, հիմա էլ որ վերականգնուի սիրով կերգեմ, շատ սիրուն երգ է։ Դե քանի որ երգեցինք երգի մասին, ես կուզեմ մի հատ քո երգերից հիմա, այսինքն մի գեղեցիկ երգ կատարես մեր համար, մեր հեռուստադիտողի համար։ Սիրով, երգեմ իմ երգերից չէ, բայց շատ սիրելի մի հատ Այն ժամանակ, չգիտեմ, Գուսան էր, Աշուղ էր, ինչ էր, ասում են Վլադիմիր Ոսկանյան, Վալիկո։ Վալիկոն, ակորդեոնով Ինքը ակորդեոնար, կույր երաժիշտ էր, ու շատ այն մեր քաղաքային երգերի ոնց որ վարպետ լիներ։ Հատուկը Այն իր երգի, շատ սիրուն երգեր ուներ։ Հենց իր երգերը ու կերդ կամար։ Հիմա միկրոֆոնը կարող ես վերցնես կողքը։ Կամար Երևան եկա քեզ համար Էդ բարակ մեջքիդ համար Բերել եմ ոսկե կամար Ու քերդ կամար Երևան եկա քեզ համար Էդ բարակ մեջքիդ համար Բերել եմ ոսկե կամար Էդ ինձ սիրում աչքերում ես Աչքերով ինձ այրում ես Ախ իմ անուշիկ յարջան Էդ ինձ սիրում աչքերում ես Աչքերով ինձ այրում ես Ախ իմ անուշիկ յարջան Ախ իմ անուշիկ յարջան Իթող որ լինեք բաժան Ախ իմ անուշիկ յարջան Իթող որ լինեք բաժան Այս երգը հիթա Քեզ կուզեմ մամա չի տալիս հետո կտա Ինձնից լավին հո չի տա
կյանքս այս երկը հիթա Կես կուզեմ ամաչի տա Չի տալիս հետո կտա Իզնից լավին հոչի տա Էդ ինձ սիրում աչկերում ես Աչկերովդ ինձ զայրում ես Ախ իմ անուշիկ յարջան Էդ ինձ սիրում աչկերում ես Աչկերովդ ինձ զայրում ես Ախ իմ անուշիկ յարջան Ախ իմ անուշիկ յարջան Մի թող որ դառնանք բաժան Ախ իմ անուշիկ յարջան Մի թող որ դառնանք բաժան Ախ անուշիկ յարջան Մի թող որ դառնանք բաժան Ախ իմ անուշիկ յարջան Մի թող որ դառնանք բաժան Անուշիկ յարջան Մի թող որ դառնանք բաժան Ախ անուշիկ յարջան Մի թող որ դառնանք բաժան Բրավո, լավ էր, ապրես Շավո ջան, շատ Շնորհակալ եմ։ շնորհակալություն ապրես։ Դա շատ ժամանակի շատ սիրված ու շատ լսվող երգեր։ Հալիկոյից բոլորն էին սիրում, շատ սիրուն երգեր ուներ ինքը։ Լավ, Շավո ջան, հետաքրքիր է, երբևէ մտքովդ անցել է դպրոց, աշակերտ, ստուդիա, բան, տես բաներ դրանից։ Դպրոց աշակերտ էս ժամանակը չի եղել, շատ դրա։ Ասենք այնքան ավելի շատ երաժշտական ձևավորում, ստուդիայի աշխատանք այնքան շատ տալել է, որ արդեն ժամանակ չի եղել ուղղակի դրա համար մտածելու նույնիսկ։ Բայց չգիտեմ, երևի գա ժամանակը դες մի բանով զբաղվեմ։ Գալիս են էլի, գալիս են մոտդ գրվելու շատ, բան, շատ։ մեր երգիչները բանը, մեծ լավ ստուդիա ունես, հա։ Հա, շատ Կամ ստուդիատ կտեսնեմ։ ապայմա սիրով։ Լսի հետաքրքիր մի հենց հարց եմ ուզում տալ։ Ինչն է կարող քեզ քո ափերից անել, որ ներվայնանաս, այսինքն չտուրը չի գալի, թե ստեղ, թե մի խոսքով, որ դու կարող ես քո ափերից դուրս գաս։ Մեծամտությունը որ տեսնում եմ մեկին տենց որ շատ վստահ իր վրա ամեն ինչը իր մոտ ամեն ինչը նորմալ է իր ասելով նորմալ է իհարկե բայց ոնց հետո հասկանում ես հեչ նորմալ չի արդեն այդ հունից անում մեկ էս վերջերս սկսել եմ չգիտեմ ինչ որ ռադիոյի ու TV-ի հետ կռվել ինչ որ հաղորդումների հետ Հա հետերը վիճում ես կռվել քեզ հա Ես ինչ եմ խոսում Լավ Դե Շավո ջան ավարտվեց նաև երկրորդ մասը մեր հաղորդման անցնենք գովազդի որից հետո կշարունակենք մեր զրույցը տեսնես ինչ արագ է գնում Սիրելի բարեկամներ գովազդ ARTN-ի եթերում որից հետո կշարունակենք մեր զրույցը Շավոյի հետ Շավո Գևորգյանի հետ գովազդ ARTN-ի եթերում Սիրելի բարեկամներ ավարտվեց մեր գովազդը շարունակում եմ զրույցս երգիչ երգահան գործիքավոր Շավո Գևորգյանի հետ Շավո ջան կա մի թեմա որի մասին կուզեի հիմա դու խոսել Ճիշտն ասած հիմա բոլոր թեմաները քաղաքականությունից են բայց չեմ ուզում ընդհանրապես դրա շոշափվել ընդհանրապես մեր հաղորդման մեջ քաղաքականության մասին չէ շոշափում ավելի լավ որ չէ շոշափում բայց թեման չգիտեմ ակտուալ երևի մեր Հայաստանի հետ կապված ասենք այս գալ կապը կարոտը էլի հա որ շատ լավ է որ ասենք համ ինֆորմացիան աստեղից շուտ գնում, ընդեղից շուտ գալիս։ Այդ կապը շատ լավն է, էլի, էտա շատ հաճել է։ Նամանավանդ երաժշտականների մասին է խոսքս, որ հիմա համերգները գալիս են, ընդեղից գալիս են, ստեղից գնում են։ Միացես լավ տարբերակ է էլի մնացել։ Լավ, հիմա մենք գիտես չէ, որ պետք է խոսենք իրական պատմություններ դու պատմես ու անեկդոտ։ Անպայման։ Շատ երկար չլինեն, կարճ կոնկրետ սիրուն անեկդոտներ։ Ասենք անեկդոտին թե պատմության։ Որը կուզես, սկսի պատմություններից իրական։ Լավ, պատմությունից սկսենք։ Իհարկե կոնկրետ իմ հետ կապված չի, բայց ինձ վերաբերվող մի
փաստա Բելաջո ռեստորանում Երևանում տղաները նվագում են սովորական ռեստորանային երեկոյա մեկը գալիս մոտիկանում է $100 ասում տղեկ ջան մի հատ չունգա չանգան ասում այ նվագեք տղերքը սիրուն երկը չգիտեն իհարկե երգ չկա մենակ մելոդիան պա 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 պամ տա բարա պա պամ տա 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 Այս տղեն գալիս ասում դասի ձեր եք առնում էսի չեք նվագում ասում չունգա չանգան էիր ուզել ասում չեն հենց նոր երգում եք մի քիչ առաջ մի հատ էլ ասա դա որ երգեք ասում ինչ են երգել արա այն շավո երգը էլի էլ ետ չեն գա չունգա չանգա ես չկա ճամփա եմ երգել հասկացել եք չունգա չանգա տարիներ երգի մասին է խոսքը Այդ էր չունգա չանգաներ Ուրիշ պատմություն ունես Տես պատմություններից որ ասեմ տես լավ հիշում եմ չէ բայց երևի ասեմ անեկդոտի հա Անցի ասում մեկը տես քաղաք է թոուբոհից տես ջղայնացած կատաղած գալի մտնում Վարշավերանոց նստում որ մազերը պետքա կտրեն ասում զզվել ես վազվզոցից ես ամեն օրս առավոտից իրիկ ունես վիճակնա ստից գնա անդեղ ես բերեն տարեմ դուր ասում կարտաբալետի մեջ եմ ասում մի հատ հենց Վարշավի համ կտրում ասում լուսի ասում լավ պուտյովկա կա լավ ուղեգիր ունենք կարող ուզես ասում որտեղ ասում Վատիկան կգնաս Վատիկան ասում օրը ասում 25 եվրո է էլի հյուրանոցը հենց Վատիկանում 25 եվրոյով կմնաս, ասում 5 օրվա, շատ չի էլի, ասում 12 եվրո էլ ասում ուտելիքն է ամեն օրվա, լուսամուտել բացում ես, ասում ուղիղ Հռոմի պապի սենյակին է նայում, ասում տենց կարող եմ մի ամի տեն ասել էլի, ձեռով արես Հռոմի պապին, դեր չէ, վեսի գնում ասում, կարելի է էլի, գնում հասնում Վատիկան, 25 եվրո է տեղեր, 150 եվրո է հյուրանոցը, շատ վատ հյուրանոց 120 եվրո ուտել ամեն օր այս խեղճ ջեմի փողերը սաղ ծախսում հա լուսամուտ ասում լավ բացեմ գոնե Հռոմի պապին տենամ դիմացը շենք հա вообще չի երևում ոչ պալատը ոչ բան Հռոմի պապին չի տենում վերջը հա ասիվ տենց բան արած իր հաշիվներով բանով հասնում է Երևան գնում է նորից Վարշավի մոտ Ոնց մեկ կարդան ասում շատ լավ է ասում շնորհակալ եմ քեզ որ ուղարկեցիր այդտեղ Mən ոնց որ ասել էիր 25 եվրո ասում գիշերներ 12 եվրո ասում բաններ ասում ուտելներ լուսամուտն էլ բացեցի տես ասում Ռոմի պապը բալկոնը կանգնած հա զերով արեցի ասեց իջի ասեց այդ վիստիբյուլ ասեց հեսա գալիս եմ ասում եկավ ասեց ես որ անասունն է մազերը կտրել Դրա տարբերակներն եմ լսել Հետո մի հատ էլ պատմեմ որ ես էլ մեր ռեստորանային տարբերակի մեջ մեկը գալիս է նստում ռեստորան ասում է մատուցողը մոտենում է ասում է ինչ եք ցանկանում ասում է մի շիշ օղի բեր խորոված, սալատ, տենց ջրեղեն եւ այլն, պանիր, կանաչի, հաց, բան։ Վերջը բերում այս սիրուն ուտում, խմում վերջացնում, ասում կարելի է ասում հաշիվը բերում $150։ Ոսպեքս գիրես ինչ ես, ես ինչ եմ կերել ես ասում որ սենց հաշիվ ես, ես ինչ գազանն եմ ինչ եմ $150 մենակով իր։ Ախր ասում Օղի ուզեցի, ասում $40 Խորոված ուզեցիր, ասում $40 $20 ես սալատը, $20 չեմ անում պանիր հացը, չգիտեմ ես ինչ ես, ինչ ասում երաժշտություն լսել ես, արդեն վախեցել ես, ասում չէ, ասում անուշադիր եսել է, Շատ լավ Շավո ջան Ցավոք ավարտվեց մեր զրույցը։ Սրանով վերջացնում ենք, ուղղակի շատ հետաքրքիր էր, երկնել սիրուն էր։ Մնում է քեզ հաջողություններ մաղթել քո գործում։ Շնորհակալ եմ։ Քո աշխատանքում ուրախ լինես, լավ լինես, քո ընտանիքի հետ լինես, միշտ ունկերներից անպակաս։
Շնորհակալություն, միշտ օր հանդիպում։ Շնորհակալ Իսկ մի եմ հարց ես։ տամ վերջի ու դու որևէ մեն ամերիկան բան մտադիր ես, այդտեղ կամ Հայաստանում անելու, կարճ խնդրում եմ, որտեղ Հիմա չէ երևի, բայց երևի կգա ժամանակը չգիտեմ, հիմա որ հələ մտադիր չեմ։ Երա, Շավո ջան, շնորհակալություն, Ես եմ շնորհակալ, Ղազարյան ջան։ հաջողություն քեզ։ Միշտ օր հանդիպում։ Դեյք սիրելի բարեկամներ, ավարտվեց երես մեկ հաղորդում, իմ հյուրներ երգիչ, երգահան, գործիքավորող Շավո Գևորգյանը։ Այժմ ասեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Ասում եմ, երբեք ոչ մեկ հետևից մի վազիր։ Քեզ սիրողը, քեզ անկեղծ հարգողը միշտ քո կողքին կմնա քո յուրաքանչյուր իրավիճակում։ Այսքան եմ սիրելի բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր։ Կարելի է բժիշկ ջան։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժիշկ ջան, ես եկել եմ խորին շնորհակալություն հայտնեմ այն խոտված տեղերը, ներվերը հանգստացնող։ Հատկացա շատ լավ օգնեց, հիմա գիշերները լավ հանգիստ քնում եմ։ Ինչ լավ։ Քանի անգամ եք խմում։ Քանի անգամ։ Դու ես չեմ խմում բժիշկ ջան։ Տվել եմ կինս ախտում։